Հայաստանի արտգործնախարարը վստահեցնում է, արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրում միակողմանի կարգավորում չկա։ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ շուտապույտ մեկնարկել խորհրդակցություններ։ Պատրաստ է Երևանը ստորագրել համաձայնագիրը ու վերջակետ դնել նաև համաձայնագրում չեղած, բայց Ադրբեջանին տանջող մյուս երկու կետերին, հայտարարել, որ համաձայն է Մինսկի խմբի լուծարմանը։ Համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Իսկ սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը ըստ Միրզոյանի ինքնըստինքյան կչքվի։ Վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում։ Մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Երբ արտգործնախարարը հայտարարում է, թե միակողմանի կարգավորում չկա համաձայնագրում, կարող է նաև ասել, թե ինչ զիջում է արել Ադրբեջանը, որով էլ ավարտվել է տևական ժամանակ բանակցվող երկու կետերի վեճը Երևանի ու Բաքվի միջև։ Տարական հարց է ձեզ հնչում, ինչի մասին ասես խոսում եք բացի դրանից։ Ադրբեջանը վերջը ինչ է զիջում, որ մի պահանջն է կարողացել դիմագրավել, որ սկսել եք բանակցել, այդ պահանջը եղել է, բանակցությունների ընթացքում դա դուրս է եկել։ Ադրբեջանի պահանջները մենակ ավելացել են։ Ընդդիմադիր պատգամավորի պարզ հարցին ուղիղ պատասխան չի տալիս Միրզոյանը։ Միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում։ Ինչ է զիջել Ադրբեջանը հարցին պատասխանելու փոխարեն, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն նախ գնահատական է տալիս ընդդիմության աշխատանքին, հետո վիրավորում ու մեղադրում ընդդիմությանը պատերազմ քարոզելու համար։ Հիմարություն ես համարում եմ, ասեմ Պարոն Դանիելյան, պատրանքը, որը կարող է տրվել ժողովրդին, այն մասին, որ օրինակ խաղաղությունը ունի այլընտրանք, իդեմս պատերազմի հիմար բաներով խաբել եք դուք ու ձեր իշխանությունը այս տարիների ընթացքում։ Դիսկուրսը իրականում դուք նորից ոնց որ միշտ փորձում եք տեղափոխել, երբ որ մենք այս ամեն ինչի վտանգների մասին խոսում ենք, փորձում եք տեղափոխվել պատերազմ թե խաղաղություն դիսկուրսի մեջ, սա բնավ դրա մասին չէ։ Ուզում է պարզել Հայաստան խմբակցության պատգամավորը, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունը նույնքան խաղաղարար է, որքան Հայաստանի իշխանությունն է։ Լևոն Քոչարյանը նկատում է, այդ մտավախությունն առաջանում է, երբ թվարկում ենք, թե ինչ է արել Երևանը խաղաղության համաձայնագիրը ունենալու համար ու ինչ չի ստացել դիմացը Բաքվից։ Դուք ճանաչել եք իդեմս Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։ Իրանք նման բան չեն արել։ Ես շատ կասկածում եմ, որ այս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես մտահոգություններին ձեր սդեն որոշում կայացնում, փարատելու համար, դրանից նրանք չեն հանգստանում, խոսում եք նոր սահմանադրություն ընդունելու մասին, իբր դրա համար չէ, բայց բոլորը շատ լավ հասկանում են ինչի համար։ Զուգահեռ այն, որ Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի նաև նույն նման պահանջներ մեր հետ կապված, մենք դրանից այսպես շատ թեթև ակնարկում ենք ինչ որ վախվորած վիճակում։ Հետ եք քաշում մեր դիրքերը, օրինակ Տավուշում, սահմանազատման գործընթացի արդյունքում, ու իրանց կողմից անգամ խոսք չկա, որ իրանք պատրաստում են հետ գնալ այն տարածքներից, որոնք իրանք օկուպացրել են։ Նրանք խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, մենք մեր իշխանությունները նույնիսկ վախենում են բարձրացնել Արցախահայության վերադարձի մասին պահանջ դնել, խոսալ գոնե թեման պահել օրակարգում, այն դեպքում, երբ որ աշխարհում բոլոր հիմնական երկրները սրա մասին խոսում են, չնայած իրենց բոլոր տարաձայնություններին։ Հիմա այս ամեն ինչը, որ դուք գնում եք այս ճանապարհին դեպի այսպես խաղաղության հասնելու ճանապարհին, զիջելով անդադ կատարելով պահանջները, սրանք օթից չի որ ասում ենք։ Մեր մտավախությունն է նա, որ այս ճանապարհին իրենք ստանում են այն ինչ ուզում են,
ու ի վերջո այն վտանգները մեր երկրի գլխին կանգնած շարունակում են մնալ։ Միրզոյանը նույնն է կրկնում, թե խաղաղության փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից ու մի խոստովանություն անում։ Համաձայնագրում նշված չէ, թե Ադրբեջանը մեր երկրի քանի քառակուսի կիլոմետր տարածքն է ճանաչում որպես Հայաստանի տարածք։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իշխանությունը համոզմունք ունի, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կանխելու է պատերազմը։ Ըստ Միրզոյանի, հարաբերությունները կարգավորելու հնարավորություն ունեին նախկին բոլոր իշխանությունները, բայց չեն արել դա։ Ստացվում է ձեր ասելով, որ ընդհանրապես Արցախը չպիտի իր ինքնորոշման համար պայքարեր։ Այս ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, այն ռազմական հաջողությունները, որը ունեցել ենք ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք է։ Ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր այդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել, ավել։ Այն ինչ դուք եկել եք ու այդ ամբողջ պատ ուղղակի փլել գցել եք մի կողմ։ Իմիջիալոց, նույն թեկուզ երեկվա կարող է պրիմիտիվ բան է։ Այդ հայտարարության հետ կապված, որ պայմանավորվածությունը կամ ակնկալիքն եղել այն, որ պետք է համատեղ լիներ հայտարարություն։ Այդտեղ են գցել։ Ու միշտ էլ գցելու են, քանի կարողանում են գցում են, դա կյանքի օրենքն է, դա ու դրան պետքա պատրաստ լինել, ու ոչ դրա այլընտրանքը պատերազմը չի։ Մենք էլ ունենք թերահավատություն, մեր մոտ էլ վստահության պակաս կա։ Թերահավատ են, չեն վստահում Ադրբեջանին, բայց Միրզոյանն ասում է, բանակցությունից դուրս գալ նշանակում է խեղդվել ճահճում։ Այնպեսի տպավորություն է, որ կամ ամեն ինչ զիջում ես, կամ ոչինչ չես զիջում։ Այդ արանքում բազմաթիվ օպցիաներ կան։ Ամեն ինչ զիջելու եւ ոչինչ չզիջելու արանքում կան բազմաթիվ հնարավորություններ։ Փող զիջումներ, հասկանում եք։ Այն ինչ հիմա դուք անում եք, բացառապես զիջումն է, ուրիշ ոչ մի բան։ Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, որ չուզենա խաղաղություն, բայց մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չի հասնել առնվազն երկարատև խաղաղության։ Այս սա է մեր եւ ձեր մոտեցումների տարբերությունը։ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների կետ կարող էր լինել ջերմուկից ադրբեջանական զորքի դուրսբերումը, գերիների վերադարձը, բայց այդ հարցերը չեն եղել հայկական կողմի օրակարգում։ Փոխարենը կատարվել է հայ-ադրբեջանական սահմանից եվրադիտորդներին հեռու պահելու Ադրբեջանի պահանջը, նկատում է ընդդիմությունը։ Դուք եք մեզ համոզել, որ շատ կարևոր է իրենց արկայությունը սահմանին։ Ջերմուկի մասով, պարոն Միրզոյան, ես ավելի մանրացնեմ այդ զիջում, ավելի իջնեմ ճակերտավոր զիջումը։ Օրինակ, զիջում կարող էր լինել Ադրբեջանի կողմից, եթե դուք միևնույնն ապնդում եք, որ դա սահմանագծման շրջանակներում պետք է իրականացվի։ Բայց այդտեղից սկսեի։ Ընդդիմությունը Հայաստանի իշխանության դիվանագիտական քայլերը Հայաստանի ժողովրդի նկատմամբ շանտաժ է անվանում։ Դուք ուղղակի ժողովրդին շանտաժի եք ենթարկում։ Դուք ասում եք, եթե մենք ադրբեջանական հրահանգներին չենթարկվենք, պատերազմ կլինի։ Ձեր արածը բացահայտ շանտաժ է։ Եթե տենց եք անում, այդ դեպքում անկեղծ եղեք։ Ազնիվ եղեք, ասեք ժողովուրդ, պատերազմ ենք պարտվել, Ադրբեջանը սա է դրել։ Սա է դրել, ստիպված ենք համաձայնվել։ Հիմա եկել եք խաղաղություն եք ասում։ Այնպես չստացվի, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանի իշխանության ձեռքին դառնա Չեմբերլենի եւ Հիտլերի միջև ստորագրված խաղաղության պակտը, որի կնքումից 1 տարի անց պատերազմի մեջ ներքաշվեց Եվրոպան ու սկսվեց Երկրորդ համաշխարհայինը։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուշ։